Ողջունում եմ լրատվամիջոցների մեր այն գործընկերներին, ովքեր այսօր ժամանակ են գտել եւ այս ֆորմատով հանդիպանը ներկայ են։ Անկեղծ ասած, վերջին շրջանի հետ կապված բազմաթիվ կարևոր իրադարձություններ կան, որոնց միգուցե ժամանակ չունենանք այսօր անդրադառնանք, բայց մի քանիսին իմ ներածական խոսքում կանդրադառնամ։ Առաջին հերթին ուզում եմ սկսել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին եւ այն մտահոգիչ process-ներից, որը վերջին մի քանի օրերի ընթացքում նկատելի է։ Առաջին հերթին հաշվառում նաեւ մամուլում որոշակի քննարկումներն այս թեմայով, ես նաեւ ուզում եմ կոչ անել մեր հայրենակիցներին շատ ջերմորեն եւ հարգանքով վերաբերել եւ ընդունել մեր այն իրանցի ժողովրդի ներկայացուցիչներին, ովքեր պատերազմի հետևանքով հատում են հայ-իրանական սահմանը եւ ժամանակավոր մուտք են գործում Հայաստանի Հանրապետության տարածք, որովհետեւ Իրանում հայերի նկատմամբ մշտապես եղել է բարձր հարգանք եւ մեծ ուշադրություն Իրանի իշխանությունների կողմից եւ այս ցաներ իրավիճակում հայ ժողովուրդն էլ պարտավոր է այս ստեղծված իրավիճակում համանման վերաբերմունք ցուցաբերել մեր բարեկամ ժողովրդի նկատմամբ։ Անչափ մտահոգիչ եմ համարում ոչ միայն բուն կոնֆլիկտը եւ այն բազմաշերտ հարվածները, որոնք տեղում են Իրան-Իսրայել այս հակամարտության պարագայում, այլ նաեւ մասնավորապես այն հայտարարությունները, որոնք վերջին օրերին հնչում են Իրանի հոգեվոր առաջնորդին թիրախավորելու տեսանկյունից, որտեղ դա անթույլատրել եմ համարում, դա կարող է տարածաշրջանում նոր անվերահսկելի իրադարձություններ բերել եւ միանշանակորեն կընդլայնի հակամարտության սահմանները։ Երկրորդը բավականին ծանր է եւ Հայաստանի վրա ուղիղ եւ անուղղակի ազդեցություն ունեցող process է այստեղ այն հնարավոր հարվածները, որոնք կարող են ուղղվել Իրանի միջուկային օբյեկտների, որովհետեւ դրա ծանր հետևանքները ոչ միայն արտահայտվելու է միայն Իրանին, այլ նաեւ հարևան երկրների նկատմամբ, ինչը բնականաբար իրավիճակը մեր համար ծայրահեղ վտանգավոր է դարձնում։ Բնականաբար նոր բան չեմ ասի, եթե նշեմ, որ մենք այս իրավիճակին նայում ենք հետեւյալ ձևով, սա չունի պատերազմական լուծում, եղած խնդիրները որքան էլ դրանք ծանր լինեն, պետք է կարգավորվեն խաղաղ եւ դիվանագիտական ճանապարհով, որը որևէ պայմաններում այլընտրանք չունի։ Երկրորդ թեման, որին ուզում եմ անդրադառնալ, այս վերջին 2 օրերին Բաղրամյան պողոտայում հատկապես դրսևորվող ակցիան է, որը իրականացնում են 44-օրյա պատերազմի ժամանակ անհետ կորած մեր հայրենակիցների ծնողները։ Մտահոգությունները բազմաթիվ են, ես առիթ ունեցել եմ այս օրերին հանդիպելու, նրանց հետ տարբեր ֆորմատով զրույցներ եւ քննարկումներ ունենալու։ Թվում է թե շատ պարզ հարցադրումներ ունեն մարդիկ։ Միջև այս պահը, միջև ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արմեն Աբազյանի ազատ արձակումը, ողջ process-ը իրականացվել է նրա կողմից, նաեւ որոշակի հարցերով նրա անձնական երաշխավորման պայմաններում եւ այս մարդիկ ունեն պարզապես մեկ հարց. ով է ստանձնելու այդ process-ի շարունակականությունը, այսինքն հումանիտար հարցերի կարգավորման տեսանկյունից եւ ով է այս պահին պատրաստ պատասխանելու իրենց հարցերին։ Ցավոք 2-3 օր է այս մարդկանց պարզ հարցերի պատասխան չի տրվում, դրանց ներկայացմամբ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը իրենց հորդորը մինչև այս պահը չի կատարել, ամենայն դեպս մինչև այս ճեպազրույցը եւ չի ներկայացել տեղում իրենց հետ զրուցելու եւ անհրաժեշտ պարզաբանումներ տալու, որի նաեւ հետևանքը երեք նաեւ Հերացի փողոցում ծնողների կողմից փողոցի փակում էր, որը խոչընդոտվում էր ոստիկանության կողմից։ Պետք է արձանագրել, որ այն մարդիկ, ովքեր տարբեր ժամանակներում, կարևոր չէ, առաջին պատերազմի ժամանակ Արցախյան 2016-ին 44-օրյային, առասարակ այս 3 տասնամյակի ընթացքում, ովքեր նախաձեռնություն են դրսևորել, ովքեր մասնակիցն են եղել հայրենիքի պաշտպանության սրբազան գործին,
անկախ նրանից թե այս պահին ինչ կարգավիճակ ունեն, զոհվել են, անհետ կորել են, թե այսօր էլ ապրում են մեր շարքերում, պետք է մշտապես գտնվեն պետության ուշադրության կենտրոնում եւ նրանց ծնողների նկատմամբ պետք է դրսևորվի հատուկ վարքագիծ։ Երրորդ թեման, որ կփորձեմ որոշակիորեն ներկայացնեմ այս համատեքստում, մայրաթորի շուրջ տեղի ունեցող իրադարձություններն են եւ իշխանության կողմից այդ հարձակման ճակատի մեծացումը, որը մի քանի օր առաջ դրսևորվեց նաեւ Սամվել Կարապետյանի նկատմամբ հարձակումներով քարոզչական քաղաքական մակարդակում, որի հետևանքը փաստացի նրա կալանավորումն է, մի նախադասության համար, որը իրավական տեսանկյունից բնականաբար որևէ վտանգավորություն չէ ներկայացնում ոչ միայն Հանրապետության Հանրապետության համար, այլ օրենսդրական տեսանկյունից որևէ առումով չուներ խոցելություն։ Իշխանությունը եկեղեցու նկատմամբ իր թշնամանքը արտահայտում է նաև բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր փորձում են սատար կանգնել մայրաթորին, հոգեորականերին եւ առհասարակ հայկական պատմության բոլոր այն դրվագներին, որոնք այս մի քանի հազարամյակ ուղեկցել են մեզ, իրենց մեջ կրկնում են հայի ինքնությունը, նաև ինստիտուցիոնալ հիշողությունը եւ բոլոր այն նաև process-ները, որոնք նաև պետականության բացակայության ժամանակահատվածում իրենով պահպանել է հայոց եկեղեցին եւ այն բոլոր process-ները, որոնք այսօր արտահայտվում են այդ ուղղությամբ, բնականաբար ոչ միայն դատապարտելի են, այլ իրենց հետագա նաև ազդեցություն ունենալու ներհասարակական, քաղաքական եւ հասարակական մթնոլորտում, ինչպես նաև մեր հասարակության վրա։ Ազատություն։ Պարոն Աբրամյան, դուք Սամվել Կարապետյանի հետ տեղի ունեցող քաղաքական հաշվեհարդար եք համարում եւ ինչ նպատակով է այդ դեպքում իշխանությունը նման գործողությունների դիմում, պատճառը այն է, որ Սամվել Կարապետյանը կարող էր ներգրավել ներքաղաքական գործընթացներում, թե ոչ, եւ նաեւ Թուրքիա կատարած այցի հետ կապված արդեն իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Թուրքիա, քանի որ օրակարգը հայտնի չէ, ինչ եք կարծում, ինչպիսի հարցերի քննարկում է տեղի ունենալու, դուք հնարավոր համարում եք, որ որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերվեն այս հանդիպման ընթացքում, որն է օրակարգը, ինչպիսի տեղեկություններ կամ ենթադրություններ ունեք։ Անկեղծ ասած, ես տեղյակ չեմ, եթե տեղյակ լինեի, ամբողջությամբ այս մասով չէի խոս, հրապարակային չէի խոսի այն մասին, թե ինչ ծրագրեր կա պլանավորում ուներ Սամվել Կարապետյանը, բայց այն ինչ որ ինքը արտահայտել է այս մի քանի օր ընթացքում, իր նպատակը դա եկեղեցուն սատար կանգնելն է, որին տարիներ շարունակ տարբեր միջոցներով նա սատարել է, եւ ես նրա անկեղծությունը այս իրավիճակում բնականաբար վստահում եմ։ Ինչ վերաբերում է նրա հետագա հնարավոր քաղաքական, այսպես ասեմ, ճանապարհին, որը ինչպես ես հասկացա, նաև որոշակի ակնարկով կար նաև ձեր հարցադրման մեջ, անկեղծ ասած չեմ կարող ասել, թե սա հետագայում քաղաքական տեսանկյունից ինչ ճանապարհ կբռնի, այն որ սա քաղաքական հետապնդում էր իմ համար ակնհայտ է, անկախ նրանից թե ով դա ինչպես հետագայում կմեկնաբանի, շատ բարձ իրողություն այստեղ ունենք, փաստացի Սամվել Կարապետյանը արտահայտել է իր դիրքորոշումը, որը ոչ միայն տարբերվել է իշխանության մոտեցումներից, այլ իշխանության համար առավել վտանգավոր է դիտարկվել այն տեսանկյունից, որ մեծ առումով եկեղեցու ունի շատ մեծ հեղինակություն եւ հեղինակավոր անձանց իսատարում եկեղեցու հայտարարությունները կամ որևէ գործողություն բնականաբար իշխանության համար շատ ավելի մեծ վտանգավորություն է ներկայացնում եւ իշխանությունը փորձել է հնարավորինս շուտ կանխել եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը եւ նաեւ դրա շուրջ հնարավոր հասարակական մոբիլիզացիան, ինչը կարծում եմ որևէ արդյունք չի տալու, որովհետեւ
այն բառապաշարը եւ այն գործողությունները, որի մասին անոնս է անում իշխանությունը եկեղեցու դեմ process-ներում, սա չի կարող որևէ պայմաններում, որևէ սցենարի պայմաններում իշխանության համար օգտակար լինել։ Այլ բան է, որ այստեղ իշխանության համար գլխավոր խնդիրը ոչ թե պետության զարգացումն է, ոչ թե համապատասխան ինստիտուտների գործունեության արդյունավետությունն է, այլ կա ներքաղաքական հաշվարկ եւ այդ ներքաղաքական հաշվարկի տրամաբանությամբ իշխանությունը շարժում է։ Այստեղ ովքեր իրեն կարող են որևէ ձևով խոչընդոտ ստեղծել ուղակի կամ անուղակի ձևով, փորձ է արվում նրանց թիրախավորել եւ պարզապես խաղից հանել, եւ այդ ողջ process-ը ես դիտարկում եմ դրա շրջանակներում։ Ինչ վերաբերում է Փաշինյանի Թուրքիա կատարած այցին, գիտեք, դրա հետ կապված վերլուծությունները շատ են։ Ես ելնում եմ այն մոտեցումներից, որոնք ամիսներ առաջ արտահայտվել են, երբ որ Հայաստանի իշխանությունները անթակույց ցույց էին տալիս, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում նաև որոշակի միջնորդական դեր տեսնում էին Թուրքիայի մասով, անկախ դրանից դա այդպիսի ձևակերպում գտնում էր թե չէ, բայց անուղղակի ձևով դա միանշանակ արտահայտվում էր եւ Հայաստանի իշխանությունների կողմից կար սպասում, որ Թուրքիան իր ներգրավվածությամբ հնարավոր կդարձներ Ադրբեջանի միջև հարաբերությունների հանգուցալուծումը։ Դեռ մի կողմ դնենք այսպես կոչված խաղաղության պայմանագրի բովանդակային մասը, որի հետ կապված տարբեր առիթներով խոսել եմ, բայց այն հանգամանքը, որ Թուրքիային նաև Հայաստանի իշխանությունների նախաձեռնությամբ բերում են, այսպես ասեմ, որպես Հարավային Կովկասի նայող, հատկապես այն համատեքստում, երբ որ մեր ռեգիոնի բալանսն ապահովող երկու երկրները այսօր մխրճված են պատերազմական գործողություններում, Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ, Իրանը Իսրայելի եւ ավտոմատ, որի պարագայում Ադրբեջանի եւ Թուրքիայի դերը մեր տարածաշրջանում բարձրանում էր եւ ազդեցությունը, հիմա այս համատեքստում Թուրքիային առաջին պլան բերելը եւ այստեղ որպես խնդիրների կամ հարցեր լուծող սարքելը բնականաբար որևէ ձևով չի կարող բխել Հայաստանի շահերից։ Ավելի մանրամասն հնարավոր կլինի այս թեմայի հետ խոսել այն ժամանակ, երբ որ հստակ կդառնա պաշտոնական հայտարարություններով կամ միգուցե նաև փաստաթղթային մասով, թե ինչ են վերջ-վերջո պայմանավորում, բայց այն, որ տրամաբանական առումով եւ process-ների այսպես ասեմ, այդ հաջորդականության տեսանկյունից Հայաստանը եւս իր մեծ ներդրումն է ունենում Թուրքիայի այս ռեգիոնում նայող դարձնելու տեսանկյունից, դա գոնե իմ համար ակնհայտ է։ Սյունիքով եւ ընդհանրապես այդ ճանապարհների հարցի քննարկման այսպես հնարավորություն դուք տեսնում եք այս հանդիպման ընթացքում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թուրքիան տարբեր մակարդակներով, բարձրագույն մակարդակով նաև հայտարարել է այդ կոմունիկացիայի իր համար շատ կարևոր լինելու հանգամանքը, ոչ միայն կոնկրետ իր, այլ իր նաև ռեգիոնալ ազդեցության մեծացման համատեքստում, ապա բնականաբար այստեղ որևէ բան չեն կարող բացառել։ Յուրաքանչյուրը իր արտաքին քաղաքական առաջնահերթությունները այս վերջին ընթացքում, եթե դա նույնիսկ վերցնենք վերջին 3-4 ամիսների ընթացքում անընդհատ արտահայտում են եւ որոշակի պատկերացում կարող է լինել, թե հիմնական շրջանակը ինչի շուրջ է լինելու քննարկումների։ Այլ բան է, թե արդյոք մենք ողջ շրջանակը կտեսնենք հետագայում պաշտոնական պարզաբանումների կամ հաղորդագրության տեքստերում, բայց այն, թե ինչ առաջնահերթություն ունի մեր տարածաշրջանում Թուրքիան եւ դա ինչպես է անընդհատ արտահայտվում, այդ թվում նաեւ մեկ օր առաջ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումներում, դա կարծում եմ բոլորիս համար հստակ է։ Հանրային ռադիո։ Շնորհակալություն։ Պաշտպանության նախարարությունը րոպեներ առաջ նորից հաղորդագրություն տարածեց, որ Սյունիքի մարզի ներքին հանդ բնակավայրի ուղղությամբ դարձյալ կրակոցներ են եղել եւ 2 օր առաջ վարչապետը ճեպազրույցում պնդում էր, որ Սյունիքը վտանգված չէ, պատերազմ չի լինելու։ Ես ձեր գնահատականն եմ խնդրում այս իրավիճակին եւ նաեւ երկրորդ հարցը այս օրերին շատ է քննարկվում ՀԵՑ-ը պետականացնելու մասին, շատ արագ պետականացնելու մասին գործընթացը։ Դուք ինչպես եք պատկերացնում այդ գործընթացը եւ նաեւ նման նախագիծ շրջանառվում է թե ոչ եւ այդ վարչապետի ասած շատ արագը ինչպես պետք է տեղի ունենա, եթե դեռ օրենքի նախագիծ չկա այդպիսի։ Ոչ միայն Հայաստանում, այլ առհասարակ միջազգային պրակտիկայում
սեփականության դեմ ոտնձգությունները համարվում են ամենածանրերից եւ դա ոչ միայն այստեղ ներքաղաքական հարթության խնդիրը Սամվել Կարապետյան եւ իշխանության մակարդակում, այլ սա հետագայում Հայաստանի իմիջի եւ հատկապես ներդրումային միջավայրին հասցվող մեծագույն վնաս է, որովհետեւ յուրաքանչյուրը սկսած ռուսական ընդհանուր կապիտալից, որը բավականին ազդեցիկ է Հայաստանում, վերջացրած առաստաղ արտասահմանյան ներդրումային այս պոտենցիալից յուրաքանչյուրը ինքը իր համար վերլուծում է, թե ինչ կարող է իր հետ տեղի ունենալ, եթե նա ինչ որ իրավիճակում անի որևէ արտահայտություն, որը չտեղավորվի իշխանության պատկերացումների շրջանակներում։ Այսինքն ավելի վտանգավոր բան Հայաստանի Հանրապետության համար շատ քիչ կարելի է պատկերացնել տնտեսական եւ ներդրումային այդ հարվածների տեսանկյունից։ Ինքս ընթացակարգը որևէ ձևով չեմ կարողանում պատկերացնել, բայց այստեղ իրավական գործընթաց չէ, որբիզի մենք քննարկենք դրա ընթացակարգը խորհրդանով է, կառավարության որոշմամբ է, թե այլ ձևով է։ Հստակ տրվել է քաղաքական հանձնարարություն եւ այդ քաղաքական հանձնարարությունները Հայաստանում այս 7 տարին արտահայտվել են հետեւյալ ձևով կա թիրախ եւ անկախ այն հանգամանքից թե ով ոնց կարող է դա իրականացնելու է այստեղ օրենքի եւ սահմանության խնդիր չկա ինչպես չկար օրինակ Սամվել Կարապետյանի նկատմամբ այդ քրեական հետապնդում ասվածի հրապարակումից հետո ապա քաղաքական շարժառիթներով նրա դրամ հարձակումների շարք սկսելու առումով որի վերջնահետևանք ինչպես ասացին նրա կալանավորումներ Ինչ վերաբերում է պաշտպանության նախարարության հայտարարությանը, հատկապես երբ որ դա հնչում է Հայաստանի իշխանությունների հավաստիությունների տրամաբանության ներքո, գիտեք, այլ բան է թե ինչ է ուզում կամ ինչ ցանկություն ունի Հայաստանի Հանրապետությունը կամ նրա իշխանությունը, լրիվ այլ բան է թե ինչ են մտածում քո այն հարևան պետությունները ովքեր քո երկի նկատմամբ բարբերաբար արտահայտում են տարածքային հավակնություններ, ովքեր տարբեր շրջաներում կամ վերջին 3 տասնամյակում բազմիցս ագրեսիա են դիմել քո ժողովրդի կամ քո պետության նկատմամբ։ Ադրբեջանն ու Թուրքիան տարբեր առիթներով բավականին հստակ ասել են, որ աշխարհում ներկայումս գործում է ոչ թե միջազգային իրավունքը, այլ գերակայող է ուժը եւ այս պարագայում նրանք համարում են, որ 44-օրյա պատերազմը, դրան հաջորդած ժամանակահատվածը, Հայաստանի տարբեր տարածքների օկուպացիան 20-23 ժամանակահատվածում, 23 թվականին Արցախի ամբողջական օկուպացիան, նրանք համարում են, որ տեղի ունեցել ոչ թե իրավունքի, այսպես ասեմ, հրմամբ, այլ դա տեղի ունեցել թուրք-ադրբեջանական տանդեմի ուժի գերակայության պայմաններում։ Հիմա Եթե իրենց համար այսպես կոչված միջանցքային տրամաբանությունը ռազմավարական խնդիր է եւ իրենք Հայաստանի հետ չեն կարողանում իրենց պատկերացումների շրջանակներում լուծում գտնել, ապա որևէ մեկը չի կարող բացառել, որ այդ ամենը տեղի կունենա ուժի կիրառման միջոցով։ Ընդ որում, երբ որ մենք խոսում ենք Սյունիքի մասին, պարտադիր չէ այդ ագրեսիան, էսկալացիոն դրսևորումները, հնարավոր մասշտաբային գործողությունները տեղի ունենան բացառապես Սյունիքի նկատմամբ։ Հնարավոր է տեղի ունենան սահմանագծի մեկ այլ ուղղությամբ, բայց նպատակը լինի մեկը՝ ճնշման միջոցով եւ սադրանքներ հրահրման միջոցով հասնել Հայաստանի կողմից զիջմանը։ Այնպես որ իմ համար խիստ զարմանալի է, երբ որ հայաստանյան իշխանությունները եւ հատկապես իշխանության գլխին կանգնած անձը նման հայտարարություններ անում, որովհետեւ լրագրողների մտահոգությունը, հանրության մտահոգությունը ոչ թե այն է, թե ինչ ցանկություն ունի Հայաստանի այս կամ այն իշխանությունը կամ այս կամ այն գործիչը, այլ իրենք որպես պետության ղեկին կանգնած անձանց փորձում են հասկանալ, թե որն է իրավիճակի ռազմաքաղաքական գնահատականը եւ ինչ կանխատեսումներ կարող են դրա հիման վրա ծնվել։ Ինչը Հայաստանի իշխանությունները փորձում են ամեն անգամ խորամանկորեն շրջանցել։ Մեկ րոպե ունենք վերջին հարց Factor TV։
Պարոն Աբրահամյան, չնայած Սամվել Կարապետյանի հետ կապված դուք ձեր դիրքորոշումը եւ քաղաքական նաեւ թիմի արտահայտեցիք, բայց ինձ հետաքրքիր է դուք անձամբ ինչպես եք հասկանում գործարարի հայտարարության մեջ հնչած ձևակերպումները, որ եթե քաղաքական գործիչները չկարողանան, իրենք իրենց ձևով կմասնակցեն։ Իշխանությունն ասում է, որ սպառնալիք է տեսնում։ Սպառնալիք տեսնում եք, թե ոչ։ Գիտեք, որքանով որ ես ճանաչում եմ Սամվել Կարապետյանին, որքանով ճանաչում եմ իր ներդրումը առասարակ եւ Հայաստանում եւ Արցախում եւ նաեւ դրսում, որովհետեւ երբ որ մենք խոսում ենք Հայաստանի եւ Արցախի մասին, նաեւ արտերկրում էլ Սամվել Կարապետյան արել է ներդրումներ, որոնք ուղղված են եղել դրսում գործող հայկական համայնքների, հայկական կազմակերպությունների կամ հայ առաքելական եկեղեցու թեմերի գործունեությանը եւ այս պարագայում ես իրեն այս ողջ ընթացքում ճանաչել եմ մարդու, ով որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ մշտապես սատար է կանգնել առասարակ հայկական շահերի առաջ մղմանը, այդ թվում նաև իր սատարումը բերել տարբեր ծրագրերով նաև հայ առաքելական եկեղեցու գործունեությանը։ Հիմա Սամվել Կարապետյանը հայաստանյան ներքաղաքական դաշտում ուղղակի կամ անուղղակի ձևով ներկայացված չի եղել եւ կարծում եմ, որ նրա արտահայտությունը այստեղ բխում է բացառապես նրա որպես հեղինակություն ունեցող անձի, ով փորձել է իր ներդրումը բերել այս իրավիճակի հանգուցալուծման հարցում։ Իսկ խորքային առումով թե դրա տակ ինչ կա, ես կարծում եմ սրա մասին որևէ առիթով խոսեն մարդիկ, ովքեր կամ ներկայացնում են Սամվել Կարապետյանի մոտեցումները կամ միգուցե ինքը որևէ առիթով շատ ավելի բացվածքով այս թեմայի հետ կապված անհրաժեշտ հստակեցումներ կմտցնի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։